Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Մյուս կալանավորվածը ըստ լրատվամիջոցների Օհանյան եղբայրների ընկերը։ Իրավապահները լավ չեն աշխատում։ Ղեկավարությունից է կախված։ Իրավապահները անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի այդ միջադեպը համարում են բացահայտված։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին սպանության փորձի եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Սակայն Մերձավանում սպանությունը բացահայտելու իրավապահների հայտարարությունից հետո էլ բնակիչները դժգոհ են։ Այսօր շատերն էին հրաժարվում տեսախցիկների առջև խոսել։ Չներկայանալու պայմանով սակայն պնդում էին։ Իրավապահները փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո գյուղում պատշաճ հսկողություն չեն իրականացրել։ Սպանության առաջին օրվանից Մերձավանում շրջանառվող վարկածը, թե այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, շաբաթավերջին հաստատեցին նաև իրավապահները։ Փետրվարին ՔՊԱ-կան նախկին վարչական ղեկավար Մեհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը անցած շաբաթ սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է։ Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Քննվում են արդյոք այլ վարկածներ, հայտնի չէ, բայց սպանված համայնքապետի թիմակից Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ՆԳՆ խոսնակի հայտարարությունը խայտառակ ոչ պրոֆեսիոնալ է որակում։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Սոցիալական ցանցի իր էջում գրել է Առաքելյանը, պնդելով, թե իշխանությունը միտումնավոր է վենդետայի վարկածը շրջանառում։ Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները, զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ, այն թողնելով դատարանի իրավասությանը։ Սպանության ենթադրյալ կատարողը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, հաղորդում են քննչական կոմիտեից, թե ինչ է պատմել չեն մանրամասնում։ Նրան օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը մինչդեռ ըստ ազատության տեղեկությունների առհասարակ հրաժարվել է ցուցմունք տալ։ Գյուղում այս օրերին ուժեղացված հսկողություն է։ Իրավապահները պնդում են, որ 24 ժամ հսկում են այս պատմության հետ առնչություն ունեցողների տները։ Մեր այցելության պահին հսկողության տակ էր նաև այն տունը, որտեղ ապրել է Նարեկ Օհանյանը։ Վայ խելոք էին, եթիմ մեծացած, եթիմ, ով որ լսում է զարմանում է, որ դրանք տեսբան կանեին։ Փողոցում, որտեղ բնակվել է Նարեկ Օհանյանը, այսօր քիչ մարդկանց հանդիպեցինք։ Նրանք հիմնականում հրաժարվում էին խոսել։ Մինագինամ, են էլ երապսոս, այդքան բան։ Գյուղում այսօր ընդհանուր առմամբ քչախոս էին։ Գյուղացին գյուղացուն ցավակցում, այս sense ասեմ։ Եթե շուտ դեմ առնեն, այսքան բան չի։